ժողովրդավարական արժեքների վրա հիմնված լավ կառավարվող պետություն, որը արդյունքում կունենա տնտեսական լավ արդյունքներ, դա իր հերթին կբերի ծնելիության աճի, ընդհանուր մինչև ներգաղթի, երրորդ դասի ձևավորման։ Այսինքն այն մարդիկ, որոնք ատամնաբուժներ են, իրավաբաններ են, հոգեբաններ են, թարգմանիչներ են, այն մարդիկ, որոնք խոշոր բիզնեսմեններ չեն, բայց արևմտյան տիպի հասարակության ձեր պես, հարգելի Ռոբերտ, լրագրող եք, ձեր փողը աշխատում եք, չէ, դուք երրորդ դասի դասական ներկայացուցիչ եք։ Ձեր իմ տիպի մարդիկ պետք է հասարակության մեջ այնքան գերակշռեն, որ ոչ աղքատները շատ հարց որոշեն լուծեն, ոչ է հարուստները։ Երբ որ մենք միջին խավը կամ երրորդ դաս, ինչպես ես եմ սիրում ասել, երբ որ մենք կգերակշռենք, մենք եւ են աղքատների ծայրահեղականությունը կհավասարակշռենք, որտեղ մենք կորցնելու բան ունենք, եւ հարուստներին կհավասարակշռենք կլինի Հայաստանի զարգացման համար, միջին խավի մենք ունենք այդ շանսը, 18 թվին մենք ունենք այդ շանսը, մեծապես ունենք պատերազմը եւ այդ նախորդող տարուն ու դրան հաջորդող արդեն վերջի իրադարձը հիասթափեցնում են մարդկանց։ Մարդը լավ մասնագետ է գնում է Հայաստանից, մարդը ստեղ չի տեսնում իր շարժը, իր հեռանկարը, եւ դա ուժասպառ է անում միջին դասին, հասարակության բևեռացումն է ուժեղանում ցավոք։ 18-ին մենք այդ շանս ունենք, բայց չկարողացանք դրա արդյունքում ունենալ ուժեղ, կայացած եւ զարգացած պետք։ Դա է, ուրիշ շանս չկա։